Կմեռնեմ 30 դրամ։ Ոյ։ Ամեն տենակ ինչ հեղով։ Նոր տարի, ջունանուշիկ իմ բարի։ Ողջույն, ես Էլեն եմ և դուք գտնվում եք Ellen's Kitchen Yum իմ YouTube-յան հարթակում։ Սա իմ թվով երրորդ հաղորդումն է, հաղորդման ֆորմատը ինչ պատրաստել 4000 դրամի սահմաններում։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր մեկնաբանության, յուրաքանչյուր լայքի և յուրաքանչյուր դիտման համար։ Ձեր յուրաքանչյուր այդ քայլը ուրախացնում է ինձ և նոր ստիմուլ տալիս նորանոր և հետաքրքիր հաղորդումներ մտածել ձեզ համար։ Եթե ցանկանում ես առաջինը դիտել իմ հաղորդումները, ապա բաժանորդագրվիր իմ ալիքին, որպեսզի բաց չթողնես հետաքրքիր բաղադրատոմսեր։ Այսօր ձեզ սպասվում է շատ հետաքրքիր հաղորդում և շատ համեղ ուտեստ։ Դիտիր հաղորդումը մինչև վերջ, որ տեսնես ում տուն եմ հյուր գնալու և ինչ համեղ ուտեստ ենք միասին պատրաստելու։ Մեր համեղ ուտեստի համար անհրաժեշտ են այսպիսի շամպինյոն տեսակի սնկեր, մենք փոքրը կվերցնենք։ Այս ինչ է? Խնջլուս։ Խնջլուս է։ Ովքեր գիտեն խնջլուսը ինչի մեջ է օգտագործվում, խնդրում եմ մեկնաբանությունների մեջ գրեք անպայման, երբեք չեմ փորձել։ Ես նախընտրում եմ թարմ միսը գնել, ինքս աղալ, բայց քանի որ այդքան ժամանակ չունենք, միանգամից աղացած տարբերակը կվերցնենք, տավարի աղացած միս է հարկավոր։ Ինչ է, որ միշտ մենք հայերս ամաչում ենք բանջարեղենը 1 կամ 2 հատով գնել, այսինքն այդ պահին մեզ ինչքան պետք է, այդքան վերցնել։ Ես այսօր վերցնելու եմ ընդամենը 1 հատ սոխ, քանի որ գիտեք մեր հաղորդման ֆորմատը 4000 դրամի մեջ տեղավորվելն է, եկեք գնանք կշռենք։ Կմեռնեմ 30 դրամ։ Շատ լավն է։ Մեր հաղորդման քաղցրությունը միշտ ապահովում է բինան իր անարատ մեղրերով։ Քանի որ մեր առևտուրը արդեն իսկ կազմում է 3600 դրամ և մեզ մնացել ընդամենը հալվող պանիր գնենք, պետք է մաքսիմալ քիչ բյուջեով պանիր ընտրենք, տեսնենք ինչ կարող ենք վերցնել։ Չենք մոռանում վերցնել իմ ամենասիրելի պեչոկ թխվածքաբլիթները սուրճ խմելու համար։ Լսի, Հելենայք ինչ եմ գտել, մեր մանկության տետրիսը։ Այս ոնց է միանում, հա, էլեմենտովող, կարող է վերցնենք մի հատ, տանենք նվեր։ Ինչ հով է սա, ով է խաղացել ես տետրիսներից։ Լսի, մի հատ կողնենք տենանք ինչ հեղով։ Այս փոսերի ձեռքը ավտոյս խադավո, լուրև խադավոյի հայերեն չգիտեմ։
մենք գնում ենք այսօր Լիլիթ Հենստոն, Լիլիթ Բայաջանից տուն, ով զբաղվում է lifestyle blog-ով եւ առաջիններից է աղջիկ բլոգեր, ով ունի ավտոբլոգ։ Հիմա անցնենք տեսնենք Լիլիթը ինչ համեղություններ է մեզ հետ միասին պատրաստելու եւ ավելի մանրամասն կճանաչենք իրեն եւ իր վարած բլոգը։ Նոր տարի, ձյունան ուշիկ իմ բարի։ Բարի։ Ողջույն Լիլ ջան։ Արչի։ Տեսել եք մարդու տանը Dyson չորանոց, խնդրեմ, սա Լիլիթի ամուսնու գլուխգործոցն է։ Այժմ ես գտնվում եմ Լիլիթ Հենստանը, տուն ասել մեղմ է ասված, հեքիաթային վայրում, որովհետև սենց տուն, ամեն ինչը մտածված, լուսավոր ու շատ հեքիաթային է Լիլ ջան, շնորհակալ եմ քեզ, որ համաձայնեցիր։ Այստեղ տեսնում եմ գիթառ, դու ես նվագում։ Դեռևս շատ լավ չեմ նվագում, բայց հա, փորձում եմ ես իրան տիրապետ եմ, այսպես ասած։ Շատ լավ։ Մեկ էլ խնդրում եմ ցույց տվեք այստեղ, մենք ունենք, դուք պատմես ինչեր են սրանք։ Ունենք Dreamboard համար 1 եւ այստեղ արդեն կպցրած պատին Dreamboard համար 2։ Այստեղ էլ ցույց տանք։ Ունեմ Dreamboard համար 2, իդեպ այս մի Dreamboard-ը կառուցել ենք Էլենի միջոցառումներից մեկի ժամանակ։ Այդ ես եմ։ Հա, եթե ինչ, Էլենը մեր գեղեցկուհին է։ Աշխատում է Լիլիթ էս տարբերակ ըստ քեզ։ Պատկերացրու, որ այո, աշխատում է, բայց անկեղծ լինեմ, ավելի շատ աշխատում է այն տարբերակը։ Ինչի համար։ Որովհետև այս տարբերակը կառուցելու համար մենք ունեցել ենք նախ շատ կարճ ժամանակ մտածելու ու պլյուս նկարները իմ համար բավականին քիչ էր ու իմ համար համապատասխան չէր ավելի շատ։ Իսկ այնտեղ կան շատ նկարներ, որոնք ես ինքս գեներացրել եմ անձամբ իմ համար։ Ու եթե նկատեք, sense շատ մոտիկից երևի ցույց տամ, լիքը նկարներ կան, որտեղ կոնկրետ ես եմ գեներացված։ Ու դա ավելի լավ է աշխատում։ Տեսեք գիտարով նկարած այդպես եւ վերջերս կատարվել է նաեւ այս նպատակս այստեղ իհարկե նկարված է Kia Niro սերի գույնի բայց ես գնել եմ Kia Niro սպիտակ գույնի Ընտի փաստորեն աշխատում է ժողովուրդ ջան Սիրելի հետևորդներ, այժմ գտնվում եմ Լիլիթ Հենց խոհանոցում։ Ես ու Լիլիթը միասին քննարկել ենք, թե ինչ պետք է պատրաստենք, որի համար ես գնել եմ տավարի աղացած միս, շամպինյոն տեսակի սունկ, սոխ եւ հալվող պանիր։ Այժմ կպատրաստենք, շատ հեշտ է պատրաստվում ու շատ համեղ։ Մեր համեղ մսային ուտեստը պատրաստելու համար առաջին քայլը պետք է սոխը մանր կտրատել եւ ասացնել Լիլիթին։ Սնկի հետ միասին կտապակենք սոխը, իսկ այդ ընթացքում Լիլիթին կտամ հարցեր, պատրաստ ես։ Գնացինք։ Լիլիթ ջան, խնդրում եմ մի քանի բառով ներկայացրու քեզ։ Ես Լիլիթն եմ, Բայաջյան։ 37 տարեկան եմ արդեն, ճիշտ է, տարիքը չպետք է ասեի, չէ՞, լավ։ Անցանք առաջ արդեն ասել եմ։ Սովորել եմ պոլիտեխնիկում, մասնագիտությամբ պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգ դիզայներ եմ։ 12 տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ, որպես որակի մասնագետ, դիզայներ, տեխնոլոգ։ Հիմա չեմ աշխատում այդ մասնագիտությամբ, աշխատում եմ ավելի հետաքրքիր պրոյեկտների մեջ։ Մի քանի տարի է զբաղվում եմ ավտոբլոգով։ Ու առհասարակ նաև lifestyle blog ունեմ։ Լիլիթ ջան, նշեցիր, որ վարում ես ավտոբլոգ, ես ինքս էլ հետևում եմ քո էջին։ Ինչպես հղացավ այդ միտքը, որ դու աղջիկ լինելով պետք է վարես ավտոբլոգ։ Միտքը չի հղացել։ Միտքը պատահաբար է ստացվել, որովհետև այնպես ստացվեց, որ ես որպես մոդել հրավիրված էի մի ֆիրմա, որտեղ որ պետքա ներկայացնեի ավտոմեքենաներ, չնայած ավտոմեքենաներից գիտեի այնքան, ինչքան վիտամին ակումբի եկատերինը, գազի պեդալ, ջրի պեդալ, լույսի պեդալ։ Սա գազի պեդալն է, սա գիտեմ, սա գազի պեդալն է, սա լույսի պեդալն է, սա ջրի պեդալն է։ Բայց շատ արագ կարողացա ադապտանամ ու ինձ առաջարկեցին իրենց հետ աշխատել մշտական համագործակցություն ունենալ։ Այդպես սկսվեց մեքենաների հետ կապված իմ սերը, որը վերաճեց հետո ավտոբլոգի։
Սոխը մանրեցնելուց հետո արդեն պետք է անցնենք սնկին, սա էլ մանր կկտրատենք, որպեսզի տեղավորի մեր մսի, որպես խճողակ ասած ծառայելու։ Շատ մարդիկ լվանում են սունկը, այդ թվում եւ ես, բայց կարդացել եմ, որ շամպինյոն տեսակի սունկը պետք է ուղղակի վրայից կեղևը կլպել եւ այդպես օգտագործել, ինչու, որովհետեւ ասում են, որ սունկը սպունգ է եւ ավելորդ հեղուկ է կլանում իր մեջ ու տապակելիս ինչ որ մի բան այն չի լինում սնկի համի հետ։ Ես դա կարդացել եմ, բայց կարդացել եմ, որովհետեւ ամենահամուր տարբերակը լվացածն է։ Ես էլ եմ կողմ իրականում բանջարեղենը լվանալ։ Տապակի մեջ ավելացնում ենք ձիթապտղի ձեթ, որպեսզի տապակենք սոխը։ Ավելացնում ենք սոխը տապակի մեջ։ Մինչև սոխը կտապակվի, Լիլիթ ջան, քեզ ունեմ եւս մեկ հարց։ Ես նաեւ գիտեմ, որ դու զբաղվում ես շունիկների վաճառքով, կպատմես մի քիչ մեզ։ Վայ, շունիկները մի հատ առանձին թեմա են, Էլեն։ Այդպես է ստացվել, որ իմ արջին ունի 7 կին։ Ու 7 կինը ունեն արդեն 85 զավակ։ Ու բնականաբար շատ հաճախ լինում էր, որ վերավաճառողներն էին գալիս, վերցնում էին մեր զակույկներին ու տանում վաճառում էին։ Հետո որոշեցի, լավ, ինչի այդպես, եթե կարող եմ նաև ես։ Այդպես սկսվեց նաև նոր բլոգ, որը շատ հետաքրքիր է, շատ էմոցիոնալ է, ու այդ բլոգը ինձ տալիս է այնքան էմոցիաներ, որովհետև դու երջանկություն ես ստանում մարդկանց տուն։ Այդ լրիվ ուրիշ հաճույք է։ Սոխը տապակվելուց հետո պետք է ավելացնել արդեն կտրատված սունկը։ Փարակ։ Իլջան, ուզում եմ իմ մշտական հարցը քեզ ուղղել, այ որ դու լինեիր ուտեստ, ցանկացած, ինչ ուտեստի ես քեզ նմանեցնում։ Ես ճիշտն ասած ուտեստի որպես այդպեսին ինձ չեմ նմանացնում, ես ավելի շատ ինձ նմանացնում եմ մրգի։ Քանի որ ես էլ շատ արևային եմ, ինձ նմանացրել եմ միշտ մանգոյի։ Այո, նման ես։ Հենց ասում ես, արդեն նմանեցնում եմ։ Այս ուտեստը, որը պատրաստում ենք, կարող եք հենց այսպես էլ խճողակը թողնել կամ եթե տանը կունենաք թթվասեր, մեկ գթալ թթվասեր ավելացնել։ Լիլջան, կարող եմ ես տրամադրես։ Ունեմ։ Թթվասերը լցնելուց ու լավ խառնելուց հետո համեմում ենք աղով ու պղպեղով։ Այժմ կհամեմենք տավարի աղացած միսը, աղով եւ սև պղպեղով։ Միսը լավ խառնելուց հետո պարտադիր պետք է մի քանի անգամ այսպես խփել, որպեսզի ավելի համասեռ լինի։ Կներեք։ Այս մարդու խոհանոցը ջարդեցի։ Սա հարևանները կասեն, էս ով է եկել Լիլիթ Հենստոն։ Ղասաբելենը։ Միսը թողնում ենք 5-10 րոպե հանգստանա եւ իմ տեղը զիջում եմ Լիլիթին, որպեսզի մանրեցնի հալվող պանիրը։ Ամբողջն եմ մանրեցնելու։ Հա։ Մենք ուտեստը պատրաստելու ենք այրոգրիլի մեջ, դուք կարող եք ջեռոցի մեջ էլ պատրաստել։ Այժմ պետք է հանգստացած ֆարշը փոքրիկ գնդերի վերածել ու տալ ծտի բնի տեսք։ Ուտեստը հենց այդպես էլ կոչվում է ծտի բուն։
Մեզ անհրաժեշտ է այսպիսի հարթ տակ ունեցող բաժակ, կլոր, որպեսզի ստանանք մեր ծիտիկի բույնը, այսպես սեղմելով։ Ավելացնում ենք զիթայուղ, կխնդրեմ, որպեսզի մեր սնկային զանգվածների լիքը փոխանցի ու լցոնենք մեր ծիտիկի բույները։ Ավելացնում ենք հալվող քերած պանիր։ Տեղադրում ենք այրոգրիլի տարայի մեջ։ Եվ դնում այստեղ։ Դնում ենք, եկեք տեսնենք միսը ինչքան է եփվում, 20, չէ, 30 րոպե, 200 աստիճան։ Մենք ընթացքում կտեսնենք նաև ինչպես է ինքը իրան պահում, եթե ավելի շուտ եփվի, ավելի շուտ կհանենք։ Մինչև ուտեստը պատրաստ կլինի, մեզ սուրճ կտաս, չէ։ Պայման։ Ամել ես նվերներ ունեմ քեզ համար։ Գնացի։ Ես սիրում նվերներ։ Լիլիթ ջան, ինչպես նշեցի, ես բերել եմ քաղցրավենիք շատ համեղ Պեչոկ ընկերության թխվածքաբլիթները, որոնք բացառապես բարձր հումքից են պատրաստված, շատ համեղ են, սա ծիրանի միջիկովն է, սա պարզապես պիսոչնի խմորովն։ Դե արի սուրճի հետ հենց էս էլ խմենք։ Լիլիթ ջան, իմ հաջորդ գործընկերոջ հետ եմ ուզում քեզ ծանոթացնել, չնայած որ վստահ եմ գիտես, դրանք բինամեղրերն են, բինամեղրը առանց շաքարի անարատ մեղր է, շատ հարմար է իր փաթեթավորումով եւ այսպես նվեր տալու տարբերակով կամ եթե դու ինքդ ես օգտագործում, ինքը փոքրիկ գտալիքներով է ու ուր ուզես կարող ես իրեն քեզ հետ տանել, գցես պայուսակիդ մեջ եւ վայելել օրվա ընթացքում։ Բասի ես էլ քեզ բան ցույց տամ։ Ահա։ Ես շատ ուրախ եմ, որ Բինան ինձ նվիրել է մեղր, որովհետև ես այստեղ, ինչպես տեսնում եք, ինքս գնում եմ ու շատ հավանում եմ ու իսկապես հետս շատ հաճախ տանում եմ տեղ, որովհետև շատ հարմար է։ Հայերենով չեմ հիշում դա ոնց են ասում, բայց պիրիկուսի համար ամենահարմար տարբերակը դա մի գտալ մեղրն է։ Ցույց ես վсё։ Մերսի։ Խնդրեմ։ Մեր շատ համեղ մսային ուտեստը պատրաստ է։ Մենք մատուցել ենք ռուկոլայով եւ չերի տեսակի լոլիկով։ Դուք կարող եք մատուցել նաեւ կարտոֆիլե խյուսով կամ բրնձային գարնիրով։ Բայց համովությունից տենաս ինչ չի հասնելու։ Իսկապես շատ համեղ է ստացվել, սա լավագույն ընթրիքի տարբերակներից մեկն է։ Տամարչին հրավիճակը։ Շատ հավանեց։ Լավ, ես էլ փորձեմ։ Շատ համով է։ Հրաշալի էր, իդեպ բաղադրատոմսն էլ շատ հեշտ էր պատրաստելիս ու կարելի է ես սիրով կպատրաստեմ սև եւ սպիտակ բրնձի հետ։ Կարող եք նաև միջուկը փոխարինել ձեր սիրելի մթերքներով, անպայման անանասով տարբերակներ փորձեք, քաղցրի եւ աղի համադրությունը շատ համեղ է ստացվում։ Լիլիթ ջան, շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար, իսկապես մեծ բավականություն ստացա քեզ հետ ինչ-որ բան պատրաստելու, այս հրաշքի ներկայությունից։ Շնորհակալ եմ անչափ, հուսով եմ իմ հետևորդները սիրեցին մեր հաղորդումը, խնդրում եմ մեկնաբանության դաշտում գրեք «Էլում տուն գնանք հյուր», որ ձեզ հետաքրքիր լինի։ Գնացինք, բաչիկներ։ Ես էլ եմ շատ շնորհակալ, ապրեք, համով սնվեցինք այսօր։ Մազերս մտավ մեջ։ Այո։